Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ 2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման մեկնարկին Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալյան, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան 3 երկրների առաջին եռակողմ հանդիպումը եւ ընդգծել, որ 3 երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը, նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։ Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը եւ ի վերջո նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով եւ համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով։ Հանդիպման ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական եւ կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է միտված վստահության ձևավորման եւ երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը, ասված է հաղորդագրության մեջ։ Ապրիլի 17-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Նույն օրը Սմբատյանը հանդիպել է նաեւ Վրաստանի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Գեորգի Պերտայայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը արձագանքել է Վրաստանի դրամաշնորհների մասին օրենքում կատարված փոփոխություններին։ Մարիա Ստեներգարդը X-ի իր էջում գրել է, որ դա անհամատեղելի է Եվրամիության արժեքների եւ ժողովրդավարական հիմնարար սկզբունքների հետ։ 3 շտաբ վերանայվեցին եւ ընդունվեցին Վրաստանում քաղաքացիական հասարակությունը խիստ սահմանափակող օրենքներ։ Սա հիմնարար կերպով անհամատեղելի է Եվրամիության արժեքների ժողովրդավարական հիմնարար սկզբունքների հետ։ Վրաստանում ընդունված դրամաշնորհների մասին օրենքի փոփոխությանը դեմ է արտահայտվել նաև Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ Վրաստանում 3 շտապողաբար ընդունված փոփոխությունները պահանջում են, որ դոնորները ստանան կառավարության հաստատումը քաղաքացիական հասարակությանն աջակցող նախագծերը ֆինանսավորելու համար։ Դա սպառնում է քաղաքացիական հասարակության անկախ գործունեությանը եւ ավելի է հեռացնում Վրաստանը Եվրոպայից։ Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել դրամաշնորհների մասին օրենքի փոփոխություններին։ Փոփոխությունների համաձայն միջազգային դոնոր կազմակերպությունները չեն կարողանա Վրաստանում դրամաշնորհներ տրամադրել առանց կառավարության նախնական համաձայնության։ Վրաստանի կառավարությունը կամ լիազորված անձը 10-օրյա ժամկետում պետք է հաստատի կամ մերժի դրամաշնորհի տրամադրման դիմումը։ Մենք չենք ցանկանում նոր ճգնաժամեր մեր տարածաշրջանում, որն արդեն երկար տարիներ տուժել է անկայունությունից եւ հակամարտություններից, ըստ թուրքական լրատվամիջոցների այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա ասել է, որ հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում անդրսահմանային գործողությունների շնորհիվ Թուրքիան մոտեցել է ահաբեկչությունը սաղմում վերացնելուն եւ այժմ անցնում է նոր փուլի։ Էրդողանի կարծիքով ապագայում պայքարը լինելու է ոչ թե նավթի, այլ ջրի 21-րդ դարի ամենառազմավարական ռեսուրսի համար։ Թուրքիան ջրով առատ երկիր չէ, մենք ապրում ենք սակավաջրության պայմաններում, եթե միջոցներ չձեռնարկենք, շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշում է ընդունել առանցքային տոկոսադրույքը 42.5%-ից բարձրացնել եւ հասցնել 46%-ի։ Գնաճի հիմնական միտումը մարտին նվազել է։ Ակնկալվում է, որ հիմնական ապրանքների ամսական գնաճն ապրիլին փոքրինչ կաճի, պայմանավորված ֆինանսական շուկաների վերջին զարգացումներով, մինչդեռ ծառայությունների գնաճը ամենայն հավանականությամբ կմնա համեմատաբար անփոփոխ։ Կոշտ դրամավարկային քաղաքականությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ գները չեն կայունացել գնաճի կայուն նվազման հաշվին։ Ֆինանսական շուկաներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ի պատասխան լրացուցիչ շտապ միջոցներ են ձեռնարկվել դրամական փոխանցման մեխանիզմին աջակցելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Վերջինս Պուտինին հանձնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նամակը եւ Ռուսաստանի նախագահին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների տեղեկացրել Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների մասին։ Արաղչին տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, նաեւ երկկողմ հարցերին։ Պուտինի հետ հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է Թեհրանի վճռականությունը ամրապնդելու եւ ընդլայնելու Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում։ Ըստ Իրանի արտգործնախարարության հանդիպմանը քննարկվել են հիմնականում միջուկային հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտությունը եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ես Ռուսաստանի նախագահին պատմել եմ ընթացիկ իրավիճակի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների մասին։ Մենք դրա շուրջ խորհրդակցություններ անցկացրինք։ Քննարկվել են նաեւ Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։ Մեր ռուս բարեկամները փոխանցեցին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Իրանի արտգործնախարարը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով։ Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների երկրորդ փուլը, որը պետք է կայանա ապրիլի 19-ին, ամեն դեպքում տեղի է ունենալու Հռոմում։ Այդ մասին հայտարարել են Օմանի արտգործնախարարությունից։ Բանակցությունների երկրորդ փուլն ի սկզբանե պետք է կայանար Օմանում ապրիլի 19-ին, սակայն Իրանը ավելի ուշ հայտարարել է, որ հանդիպման վայրը պետք է որոշի միջնորդը։ Պատասխանելով New York Times-ում տպագրված հոդվածի մասին հարցին, որտեղ ասվում էր, թե Թրամփը կանխել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը, Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրել է, որ ոչ թե կանխել է այդ հարձակումը, այլ պարզապես չի շտապում դա անել, քանի որ կարծում է հարկավոր է Իրանին հնարավորություն տալ դառնալու հզոր երկիր։ Սա իմ պատկերացրածի առաջին տարբերակն է, իսկ երկրորդ տարբերակը կարծում եմ, որ շատ վատ կլինի Իրանի համար։ Կարծում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել։ Համենայն դեպս հույս ունեմ։ Նրանք միայն կշահեն դրանից։ Իրանցիները շատ լավ ժողովուրդ են, շատ խելացի, էներգիայով լի։ Ես չեմ ցանկանա, որ տեղի ունենա մի բան, ինչից նրանք կտուժեն, բայց Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը վստահեցրել է, որ ոչ ոք չի պատրաստվում Իրանի ձեռքից վերցնել այդ երկրի արդյունաբերությունը կամ հողերը։ Միակ բանը, որ ինքը պնդում է, այն է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Թրամփը արգելափակել է Իսրայելի ծրագրված հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին հօգուտ Իրանի հետ բանակցություններ վարելուն, այդ երկրի միջուկային ծրագիրը սահմանափակելու համար, ավելի ուշ հաղորդել է New York Times-ը վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնյաներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի քան 1 տասնամյակ ղեկավարել է Իրանի միջուկային ծրագրի դեմ գլոբալ արշավը, անգամ երբ ոմանք սպառնալիքը համարում էին քաղաքական PR, իսկ վարչապետին անվանում էին պարանոիդ։ Այդ մասին ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, գրում է այսօր Իսրայելում պորտալը։ Նշվում է նաև, որ Իսրայելի վարչապետը ղեկավարել է բազմաթիվ բացահայտ եւ քողարկված գործողություններ Իրանի միջուկային ծրագրի դեմ, ինչը հանգեցրել է դրան, որ Իրանն այսօր միջուկային զինանոց չունի։ Ըստ պարբերականի այդ գործողությունները շնորհիվ վարչապետի համառության, իդեմս նրա կոշտ քաղաքականության, միջուկային ներքին ու արտաքին ուժեղ դիմադրության մոտ 1 տասնամյակով հետաձգել են Իրանի միջուկային ծրագիրը։ Ինչպես բազմիցս հայտարարել է Նեթանյահուն, Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել, եզրափակել է պարբերականի հոդվածագիրը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Ալ-Քայազն Խալիդ Բեն Սալմանը Թեհրան այցի ընթացքում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Շաբաթը վերջին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընթരാճ։ Պաշտպանության նախարարը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլ Ազիզի ուղերձն է փոխանցել Խամենեիին, հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները, չհայտնելով հաղորդագրության բովանդակության մասին լրացուցիչ մանրամասներ։ Իրանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են այս շաբաթը վերջին Հռոմում անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը Թեհրանի ուրանի հարստացման ծրագրի շուրջ։ Իրանը եւ Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ 2023 թվականին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները տարիներ շարունակ թշնամանքից հետո, որը սպառնում էր կայունությանն ու անվտանգությանը Պարսից ծոցում եւ նպաստում էր Մերձավոր Արևելքի հակամարտություններին Եմենից մինչեւ Սիրիա։ Սաուդյան Արաբիան ողջունել է Իրանի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, ասելով, որ աջակցում է տարածաշրջանային եւ միջազգային վեճերի լուծմանն ուղղված ջանքերին, նշված է երկրի պաշտոնական լրատվական գործակալության հրապարակած հայտարարության մեջ։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիկ Իսլամզադեն հանդիպել է Բաքվում գտնվող Սերբիայի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ հրամանատար Բրանյե Կռնյաջիչի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բացի դրանից Սլովակիա պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է այդ երկրում պաշտպանական արդյունաբերության ընկերություն։ Զուգահեռաբար տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում Ադրբեջանի եւ Իտալիայի ռազմաօդային ուժերի միջև 2024-ից 25 թվականների համար ստորագրված երկկողմ ռազմական գործակցության ծրագրին համապատասխան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջև բնական գազի ոլորտում գործակցության համաձայնագրին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական թերթում։ Վերոհիշյալ համաձայնագիրը Ստամբուլում ստորագրվել է անցած տարվա մայիսի 14-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է այդ համաձայնագիրը 2024 թվականի հուլիսի 8-ին։ Համաձայնագրի շրջանակում կողմերը մտադիր են ընդլայնել գործակցությունը բնական գազի առքուվաճառքի, առաքման, փոխանակման եւ տարանցման հարցերում, ինչպես Ադրբեջանից, այնպես էլ երրորդ երկրներից իրենց տարածքներով։ Պայմանագրի համաձայն Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող կամ Թուրքիայով երրորդ երկրներ տարանցվող գազի ընդհանուր ծավալի առնվազն 40%-ը պետք է առաջարկվի թուրքական Բոթաշ ընկերությանը նույն առևտրային պայմաններով, ինչ Ադրբեջանի գազամատակարարման եւ Բոթաշ ընկերության միջև 2011 թվականի հոկտեմբերի 25-ի բնական գազի առքուվաճառքի պայմանագրով է սահմանված։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։